բարի գալուստ մեծամոր Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը, որը նաև ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Այստեղ է ստեղծվում հայկական էլեկտրաէներգիայի ավելի քան 40%-ը։ Այս շաբաթ բացահայտելու ենք մեծամորը հայի ու Հայաստանի բանաձևով։ Էջմիածնից Արմավիր քաղաք տանող ճանապարհին մայրուղու աջ կողմում Արմավիրի մարզի ամենաերիտասարդ քաղաքն է Մեծամորը։ 1969-ին, երբ կառուցվում էր հայկական ատոմային էլեկտրակայանը, տարածքը սկսեց շունչ ստանալ որպես հայեկը կառուցողների ժամանակավոր ավան։ 1972-ին կազմավորվեց որպես քաղաքատիպ ավան, իսկ 1995-ից արդեն ստացավ քաղաքի կարգավիճակ։ Ազբեկ Ստեփանյանը ծնունդով Սյունիքի մարզի Դարբաս համայնքից է։ Հենց նրա թեթև ձեռքով է հողից վեր առնել Մեծամոր քաղաքը։ Այն ժամանակ կռունկավար էր աշխատում աշտարակի նոր Երզենկա սովխոզում։ Հետո աշխատանքի հայտարարության մասին լսեց, դիմեց ու եկավ Մեծամոր։ Լավ հիշում է, 1969-ի դեկտեմբերի 15-ն էր։ Ես որ եկա Կրանը մոնտաժանելու համար ինձ կանչեցին եւ ընդունեցի բանվոր մի երկու ամսով մինչեւ կրանը վերամբարձ կուռունկը հայրանացինք մինչեւ եկա մոնտաժարեցինք իմ ներկայությամբ ես էլ իրանց հետ աշխատեցի ის շենքի վրա համար առաջի շենքի վրա աշխատեցի եւ մինչեւ վերջնել Մեծամորի բոլոր շինարարությունները ես աշխատել համար այդ շենքերի շատ չասեմ քիչ ասեմ 60%-ը ես եմ կառուցել կրաններ։ Ազբեկ պապը երկար տարիների աշխատանքից գոհ է, ավտոմեքենա էլ է ստացել բնակարան էլ։ Մեծամորում հենց առաջինը կառուցած շենքում է բնակվում։ Քաղաքի վերջնական տեսքն էլ իր սրտով է, հատկապես որ կարողացել է Մեծամորի ամեն մի անկյունում իր հետքը թողնել ու չի փոշմանել, որ այդպես էլ քաղաքը չլքեց։ Ամուսնացած 3 հատ երեխա ունեինք, 4-ը։ Երեք աղջիկ մի տղա։ Մենք հիմա արդեն թորներ, փեսաներ, աղջիկներ ամուսնացել են, ստեղ հիմնավորվել ենք։ 42-43 տարի շենքը ապրում ենք, միասին մի պատեզն ոնց որ մի ընտանիքի անդամ մեկը միշտ հարգելով չեն ասում, ով որտեղ ինչ որ էլ ասեն կատակով են, սիմպտոսից է, դիտո քավարեցի, տենց այդ բանը կատակի խոսքով։ Բայց ընդհանուր առմամբ վերցնում ես շատ համերաշխ շատ լավ ժողովուրդ է միասին։ Հայաստանի տարբեր բնակավայրերից Մեծամոր տեղափոխված շինարարներն ու հայեկի աշխատակիցներին 1988-ից միացան նաև Ադրբեջանից եկած փախստականները։ Նրանք կամ քաղաքի հանրակացարաններում էին բնակվում, կամ ժամանակավոր փայտե տնակների թաղամասում, իսկ 1996-ից արդեն նաև գերմանացիների կառուցած քարե տների թաղամասում։ Գևորգյանների ընտանիքը Բաքվից է։ Տիկին Ամալյան հիշում է, մեկ ամիս էլ չկար, որ ամուսնացել էին, երբ որոշեցին փախնել Ադրբեջանից։ Եկան Հայաստան, Մեծամոր։ Նախ ապրեցին հանրակացարանում, իսկ արդեն 20 տարի է իրենց փոքրիկ քարե քոթեջն ունեն։ Մենք որ եկանք, սկի չենք էլ իմացել, որ տենց նապլիվ կլինի Բաքվա, ասեցինք պրոստը ընդեղից դուրս գանք, Բաքվից դուրս գանք։ Որ թազա ամուսնացած ենք, իսուրս մի քիչ վախեցա։ Ասեց դենց դուրս գանք, տեսնանք ոնց կլինի, հետո հետ են գալու։ Չենք պատկերացրել, որ տենց այդ աստիճանի բան կլինի, էլի։ Այնա որ եկանք այրապորտում, տեսանք կանայք նստած, երեխեք երողնդոշակ բան դրած անկյունի մեջին նստած է։ Կիսուրս ասեց, աղջիկ ջան, ինչ ա եղել։ Ասեց, վայ, մորքուր ջան, մեզից ծեցել են սենց, բա որտեղից եք, ասեց բանից։ Կիրավաբադից։ Այդ ժամանակ շատացան մեկը մյուսի ծանոթները, բանը, հանրակացարանը սաղ պաշտի բան էր, Բաքվա եկազնեն են, Բաքվա, Կիրավաբադից, Մինգիչաուրից, ու Ադրբաջանից էլ են, եկազնեն են մնում, ահագի մարդ կար ուտեղ, հետո քիչ-քիչ ժողովուրդը տեսնան չհարմարվեցին, գնացին, Ռուսաստան, Ամերիկա, ով
որտեղ կարացավ էլի։ Սկզբում դժվարությունները շատ էին՝ լեզուն սովորել, հարմարվել նոր բնակավայրին ու ընդհանրապես ամեն ինչ սկսել զրոյից։ Տարիներ անց Տիկին Ամալյան բարդությունների մասին միայն ժպիտով է խոսում։ Հիմա լավն ավելի շատ է։ Նոր քաղաքում իրենց տեղն արդեն գտել են։ Հիմա շատ լավ է։ Մենք մեր տուն ունենք, մեր հայաթ ունենք, մեր հողն է։ Ճիշտ է, ջուր չունենք ոռոգման, իսկ 2 տարի է մեր հայաթները չորացել է, ամեն ինչը ոչ մի բան չկա, բայց էլի ոչինչ, նորմալ է։ Տարիները փոխել են ոչ միայն Գևորգյանների կյանքը, մեծամորն էլ է փոխվել։ 2001-ին էր, որ քաղաքում վերխոյացավ եկեղեցին, իսկ 2010-ին էլ ավարտվեց քաղաքի միակ զբոսայգու շինարարական աշխատանքները։ Մտածեցինք, որ շատրվան էլ կառուցենք զբոսայգու համար։ Շատրվանն էլ 2011-ին ավարտին հասցրեցինք աշխատանքները։ Եվ լավ է, ժողովուրդը գոհ են, գալիս են երեխաների հետ, միջոցառումներին օգտագործվում է բացօթյա բեմը, որը որ զբոսայգու համար ինձ թվում է, որ կարևոր է պետք։ Ձեռքբերումներ կան, հիմնախնդիրներ նույնպես։ Դրանց սակայն վերջնական լուծում տալ չեն կարողանում։ Ֆինանսական միջոցները չեն բավարարում, մոտ 11,000 բնակիչ ունեցող քաղաքը քնում ու արթնանում է հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեր համայնքային ճանապարհներն են այդ խնդիրները, որ վատ վիճակում են, նորոգման կարիք ունի։ 5 շենք ունենք բազմաբնակարան, որի տանիքը վթարային վիճակում է, վթարային ասելով անձրևաջրերը վերջը տանիքի խնդիրն է եւ վերելակների խնդիրն ունենք։ Խորհրդային տարիներից մնացած ենթակառուցվածքներից մեկն էլ քաղաքի մարզահամալիրի շենքն է։ Այստեղ հյուրերին տնօրենը միշտ սրտաբաց է ընդունում, սակայն մինչև համալիրի խնդիրների մասին պատմելը շտապում է հպարտանալ իր սաներով։ Ես Հայաստանի Հանրապետության Կիլիկիա Փյունիկ ֆուտբոլիստ եմ տալիս։ Մենք ունենք երեխաներ, որոնք որ արդեն իսկ մի քանիսը խաղում են բարձրագույն խմբերում, մի քանիսը մանկապատանեկան մարզադպրոցներում համալրված են։ Ունենք Օլիմպիական քոլեջին բառեց եմ տվել 17 տարեկան արդեն ինքը, որ մասնակցում է քոլեջներին, ոնց ասեմ, թեթև ատլետիկան մարզային խմբերում միշտ ակտիվությունը մեծ է։ 1986-ին շահագործման հանձնված համալիրը խորհրդային միության փլուզումից հետո սկսել է ոչ ամբողջովին աշխատել։ Հիմա ամսական 1000 դրամ վճարելով մեծամորի եւ շրջակա համայնքների մինչև 16 տարեկան երեխաները կարող են հաճախել ֆուտբոլի, ըմբշամարտի, բասկետբոլի, վոլեյբոլի, ծանամարտի եւ թեթև ատլետիկայի խմբակների։ Ամենամեծ կորուստը տարիներ շարունակ չշահագործվող լողավազանն է։ Մեկն էլ դրսում կա, նույն անհույս վիճակում։ Մինչդեռ ժամանակին մեծամորի ջրերում լողորդները հրաշքներ էին գործում։ Այն ժամանակ մեր համալիրում գործում էր 12 խումբ, լողի խումբ, փոքր եւ մեծ։ Մինչեւ 8-9-10 տարեկաներս գործում էին փուճուր բասեյնում, 12 տարեկան մինչեւ 15-16 ասակի, այսինքն մանկապատանեկան մարզադպրոց էր կոչում։ Գործում էին այս բասեյնում։ Մասնակցել են Հայաստանի առաջնություններին, Սպարտակադյաներին, մարզային մրցումներին։ Հիմա խնդիրները մեծացել է մի քիչ։ Եսի նկատի ունեմ միայն ջրի խնդրեմ չի այստեղ։ Սա այն բանն է, որ հիմնականում մենք պետք է կարողանանք հիգիենա պաշտպանել։ Լաբորանտներ են մեզ պետք, քիմիական են պետք, ջրի անալիզներ են պետք։ Հիմա չունենք մենք այդ կարգավիճակը։ Սուրեն Քոչարյանը համալիրի ամենաառաջին աշխատակիցներից է։ Ամեն անկյունը 5 մատի պես գիտի։ Քարոքան միջանցքներով ամեն անգամ ցավով է քայլում։ Համալիրի միակ փրկությունը հիմնանորոգման տարբերակով է տեսնում։ Այդ ժամանակ մեծամորի սպորտային կյանքի մասին էլ շատ շատերը կլսեն։ Գույքի տեսակետից ունեմ, երեխաներն ունեմ լավ մարզիչներ, որոնք բոլորը բարձրագույն մասնագիտական փորձ ունեն։ Հիմնական իմ խնդիրը նորից եմ կրկնում, մեր շենքի կառույցը վերանորոգ է։ Իխի պետք է ասենք մենք մի վոլեյբոլի խումբ ունենանք տղա աղջիկների խումբ, ունենայինք մի քանի բասկետբոլի խմբեր, ունենայինք ֆուտբոլի ըստ տարիքային խմբեր։ Դա բոլորը կախված է մարզակառույցից։
Մեծամորի մարզահամալիրի ճակատագրին է արժանացել նաև 1985-ին հիմնադրված մշակույթի պալատը։ Տնօրեն Ռազմիկ Գեղամյանը երանությամբ է հիշում այն ժամանակները, երբ պալատում մշտապես անցուդարձ կար։ Ժամանակին նույնիսկ ֆիլմեր էին ցուցադրում։ Գալիս են տարբեր թատրոններ են եղել այն տարիներին Ռուսաստանի շատ էին գալի, Բելարուսիայից էին գալի, Վրաստանից են եղել, Ռոմեն թատրոնը եղել գնչոյական, իսկ այսօրվա օրով գալիս են ընդհանրապես մեր թատրոնները ոչ այդքան շատ հաճախակի, երևի տարին 1-2 անգամ ոչ ավել, իսկ համերգներ լինում է եւ լինում են մեր միջոցառումները բավականին հաճախ։ Տարեկան դեպի մի երևի 15-16 անգամ մենք մեր ներկայացումներն ենք ներկայացնում, մեր համերգներն ենք տալի խմբերի։ Մշակույթի պալատի հպարտությունը պտտվող բեմն է։ Տարիներ առաջ ավելի հաճախ էին օգտագործում։ Երկրորդ մեծ հպարտությունը 86-ից մինչև հիմա գերազանց աշխատող Կարմիր Ռոյալն է, որը ցուրտ եղանակին խնամքով թաքցնում են կուլիսների հետևում։ Որ տաք եղանակները սկսվում են, մենք իհարկե բացում ենք մեր գանձը։ 85 թվականին Հայաստանը ստացել էր ընդամենը 4 հատ այս ռոյալներից, որից մեկը մենք կարողացանք փոկել, այսպես ասած։ Հիմա մշակույթի պալատում գործում է պարի, կերպարվեստի, թատրոնի, վոկալի, ժողգործիքների ու երգի խմբակ, մինչև 16 տարեկանների համար։ 100-ից ավելի սաները տարվա բոլոր եղանակներին ու հատկապես ձմռանը հաղթահարելով դժվարությունները գալիս են մշակույթի պալատ արվեստի հրաշքներին հաղորդակցվելու համար։ Հիմա մորվերթ էի նկարում, մեծամորթ էի նկարում, որը պետք է հեռվից նայենք, չափերը վերցնենք ու տեղադրենք թղթի վրա, սկզբից պետք է տեղադրում անենք, հետո նոր կառուցում, հետո պետք է որոշենք շողքը, ստվերը, լույսը որտեղ է։ 2 տարիներ սովորել եմ ազգագրական բառեր, հայկական եւ տարբեր բառեր եմ սովորել։ Հեսա պետք է սովորենք լատինոամերիկյան բառեր, սովորում ենք պտտվել, էսի, բայց ես երկար չեմ կարող պտտվել, դրա համար շարժումը չեմ կարող անել։ Մշակույթի տունը ունի պարզ է վերանորոգման կարիք եւ գույքի կարիք, նաեւ գույքի կարիք ունենք, տեխնիկայի կարիք իհարկե ունենք, ճիշտ է, տեխնիկա ունենք, բայց արդեն հնացած վիճակում է, այսպես ասած։ Մշակույթի պալատում է գործում նաև Մեծամորի մասսայական գրադարանը։ 1972-ին, երբ հիմնադրվեց, նախ գործում էր Ավանի ժամանակավոր տնակներից մեկում, ընդամենը 4000 կտոր գրականությամբ, այն էլ հիմնականում ռուսերեն լեզվով։ 1975-ին արդեն գրադարանը Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի 4 սենյականոց բնակարանում էր։ 10 ժամ աշխատաժամով 2 հերթով էինք աշխատում, որտեղ ատոմակայանը 3 հերթով էր աշխատում, իսկ 77 թվականից արդեն գրադարանը համայնքային պատկանելությունից տեղափոխվեց գրադարանների կենտրոնացված համակարգ Արմավիր քաղաքի տրամադրության տակ։ Արդեն մոտ 30 տարի է գրադարանը մշակույթի պալատում է։ Հիմա ունեն 33000 կտոր գրականություն։ Գրքերը գնում է քաղաքապետարանը, բայց հիմնականում գրաֆոնդը համալրվում է նվիրատվությունների շնորհիվ։ Ժամանակակից գրականության պակաս ունենք։ Մի 2 անգամ մեզ հանրային գրադարանը գիրքեր ուղարկել, որոշ չափով կան եւ 5 գրքեր եւ նոր գրքեր։ Նոր գրքեր հիմնական ստանում են քաղաքապետարանի կողմից։ Մենք շատ լավ գրքային ֆոնդ ունենք, շատ լավ պահպանված, ունենք ընթերցողական շատ լավ կազմ, բոլոր տարիքի ընթերցողներն ունենք, նախադպրոցականից մինչև 80 տարեկան ընթերցող ունենք։ Որպեսզի Մեծամորի ընթերցասերների պահանջը բավարարվի ու քաղաք հասնի ժամանակակից գրականություն, ակնկալում են պետական աջակցություն։ Պետական աջակցություն են ակնկալում նաև քաղաքի 3 մանկապարտեզները, որոնք ջեռուցման բացակայության պատճառով ձմռան ամիսներին չեն գործում։ Դիմել ենք էներգետիկայի նախարարությունը եւ բնական պաշարներին։ Էլի մարզպետի միջնորդությամբ կարծում եմ հարցը կլուծվի, լուծում կստանա, որ 2 մանկապարտեզ գոնե ջեռուցվի։
Ջեռուցման բացակայության պատճառով չի գործում նաև մանկապարտեզներից մեկի շենքում ապաստանած Հույսի մեծամոր հասարակական կազմակերպությունը, որն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց ծնողներին։ Հիմնականում ունենք հոգեբանական աջակցություն եւ արտ-թերապիայի մասնագետ ունենք նաեւ սոցիալական մանկավար, կենտրոնը ցերեկային կենտրոնն է, որտեղ հաճախում են երեխաները եւ ըստ կարիքի ստանում են համապատասխան աջակցություն։ Հասարակական կազմակերպությունն աշխատում է 50 ընտանիքի հետ։ Հույսի մեծամոր են այցելում ոչ միայն խնդիրներ ունեցող երեխաները, ծնողների ակումբում ընդգրկված ծնողներից շատերն էլ գալիս են պարզապես տեղեկանալու, անհրաժեշտության դեպքում մյուսներին օգնելու համար։ Ունենք ընտանիքներ, որոնք ոչ մի ձևով չեն ուզում ինտեգրվեն մեր խմբի մեջ, ասեմ ինչու։ Նույնիսկ երիտասարդներ ունենք, ովքեր ունեն խնդիր եւ իրենց մեջ էլ կա խտրականություն։ Այսինքն մեկը ունի այս տեսակի հաշմանդամություն, մեկ ուրիշը ունի մեկինը տեսանելի է, մեկինը տեսանելի չէ, նրանք չեն փորձում ինտեգրվեն այդ խմբում, քանի որ կողքից կարող է այլ վերաբերմունք ձևավորվի հասարակության կողմից։ Իմ մոտ չի երևում այդ խնդիրը, ես խի պետքա, ասենք գնամ այնտեղ ու ասեն կարողա դու էլ խնդիր ունեիր, որ գնացել ես այդ կենտրոն։ Կա այս մոտեցումը։ Մեծամորցիների խնդիրներն ավելանում են, երբ պատրաստվում են Երևան գալ։ Իրականում երիտասարդ քաղաքից դեպի հնամենի մայրաքաղաք տրանսպորտ չկա։ Սա եւս առաջացնում է տեղացիների դժգոհությունը։ Իսկ Արմավիրից Երևան միկրոավտոբուսներում միշտ չէ, որ անգամ կանգնելու տեղ է լինում։ Բարի գալուստ հայկական ատոմային էլեկտրոկայան։ Մեծամորի հպարտությունը ամենամեծ ձեռնարկությունը։ Այստեղ է արտադրվում ու լուսավորվում Հայաստանի մոտ 40%-ը։ Հայկական ատոմային էլեկտրակայանը բացառիկ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն հնարավորություն է տալիս պահպանելու էներգետիկ անկախությունը։ Պետությունն իրավունք չունի այն վաճառելու, անգամ վարձակալության հանձնելու։ Նախկին սովետական միության 3 հանրապետությունների մեջ ատոմային կայան աշխատում էր գույություններ միայն Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մեր ռեգիոնում, եթե համարենք նաև Իրանը արդեն ունի ատոմային կայան գործող, մենք համարվում ենք երկրորդ երկիրը ռեգիոնում, որ ունենք ատոմային էլեկտրական կայան։ Ունենք 1712 աշխատող, հիմնականում մեր աշխատողները մեծամասնություն մեծամոր ավանից են։ Շատերն են հետաքրքրված ատոմակայանով։ Տարբեր լեգենդներ են պտտվում կառույցի շուրջ, ոմանք ասում են, որ այստեղ ճառագայթումը մեծ է կամ աշխատակիցներին անվճար կաթնամթերք են բաժանում։ Իրականում այդպիսի բան չկա, իսկ ճառագայթման մակարդակը երբեմն ավելի ցածր է լինում, քան օրինակ Երևանում։ Թե որ ասենք ատոմային կայանը բացարձակ անվտանգ օբյեկտ է, երևի ճիշտ չեմ ասի, որովհետև այսպիսի բարդ տեխնոլոգիական համակարգ բացարձակ ոչինչ չկա։ Ամբողջ աշխարհի մակարդակով կա ատոմային կայանների անվտանգության գնահատման հավանականային ցուցանիշներ։ Նոր կառուցվող կայանների համար շատ ավելի խիստ են, գործող կայանների համար մի փոքր ավելի թույլ։ Հայկական ատոմակայանը այդպիսի ինքնագնահատման ծրագրեր անցկացրել է, հաշվի առնելով մարդկային ֆակտոր, սարքավորումների խափանման հավանականություն, արտաքին միջավայրի ազդեցություն, շատ ֆակտորներից ելնելով գնահատված է անվտանգության չափաքանակ, այսպես ասեմ։ Արթուր Գրիգորյանը մանկուց էր երազում հետևել ծնողների օրինակին ու աշխատել ատոմակայանում։ Մեծամորցին հիմա քաղաքի ծխացող հպարտության գլխավոր ինժեներն է։ Ես այստեղ եմ ծնվել, իմ ծնողներն են այստեղ աշխատում եւ 95 թվականին ես սովորեցի ատոմակայանից ուղարկվեցի Ռուսաստան սովորելու Մինսկում ատոմային էներգետիկա ինստիտուտ եւ 2001-ին եկա Հայաստան, 3-ից աշխատում եմ այստեղ ատոմակայանում։
Առաջին հերթին ատոմակայանում խստագույնս հետևում են անվտանգության կանոններին։ Գործակցելով ՄԱԳԱՏԵ-ի հետ հիմա հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման եւ կառուցման աշխատանքներն են տարվում։ Պլաններում կա նաեւ նոր էներգաբլոկի կառուցում։ Հիմա շուկայում, այսպես ասած, առաջարկվող նոր բլոկներ շուկայում եթե կա, հիմնականում 1000-1200 մեգավատանոց բլոկներ են, որոնք մեր էներգոհամակարգի համար շատ են։ Այս պահին կառավարությունը այդպիսի որոշում ունի եւ երևի շատ ճիշտ է հիմա ուժերը ներդնել եւ գործող բլոկը կյանքի տևողությունը երկարացնել եւս 10 տարով եւ այդ ընթացքում ուսումնասիրել ամբողջ շուկան շուկայում մեր իմացած տեղեկություններով հնարավոր է հայտնել 600 մեգավատանոց բլոկներ Հայաստանը նման նախագիծ չունի դա պարզ է որ պետք է լինի դրսից եւ ընտրությունը կատարել երբ որ շուկայում կլինի արդեն սերիական արտադրության ցածրազորության բլոկներ Երևանից Արմավիրի մարզ տանող ճանապարհին ատոմակայանից արձակվող ծուխը միանգամից աչքի է զարնում։ Իրականում դա ոչ թե ծուխ է, այլ մաքուր գոլորշի, որը շրջակա միջավայրին որևէ վնաս չի պատճառում, իսկ ջուրն էլ ֆիլտրվում է ու կրկին օգտագործվում։ Էլեկտրոէներգիայի արտադրման սկսած են ամենասկզբունքից ռեակտորից մինչև գեներատորում հոսանք ստանալու process-ը, կառավարումը եւ կոնտրոլի ուպրավլենիան կատարվում է այս ստեղից։ Մենք բարբերաբար ստեղ ստուգումներ ենք ունենում, ասենք միջազգային գործակալությունից եւ տարբեր հատյաններից ու բնականաբար մեր ատոմակայանը գտնվում է պատշաճ մակարդակի։ Մեծամորի ատոմականից ստացած էլեկտրաէներգիայից լուսավորվում է նաև քաղաքի պատմահնագիտական թանգարանը։ Բազմանշանակ այս հուշարձաններն էլ խորհրդանշում են, որ Մեծամորը դեռ հազարամյակներ առաջ հին բնակատեղ է եղել։ Հայեկից մի քանի կիլոմետր այն կողմ արագիլներն ուղեկցում են Տարոնիկ համայնքում գտնվող Մեծամորի պատմահնագիտական արգելոց թանգարան։ Արգելոց թանգարանի մուտքի մոտ հյուրերին առաջինը դիմավորում են 3000-ից 3500 տարվա պատմություն ունեցող ֆալոսները։ 80-ական թվականներից, երբ տարածքը արդեն զգալի պեղված էր եւ անցկացրին արհեստական այդ ջրանցքը դաշտերը ոռոգելու համար, բացվեցին նաեւ դամբարաններ։ Եվ դամբարանների պեղումները սկսվեցին արդեն 80-ական թվականներից։ Ու պեղումների ընթացքում մի շարք դամբարանների մոտից, միջից կամ տարածքից հայտնաբերվեցին այս քարե կոթողները, ֆալոսները, որոնք առնականության ուժի խորհրդանիշն են եւ տեղադրվել են դամբարանների վրա, խորհրդանշելով այնտեղ ամփոփված անձանց ուժը, հզորությունը։ Հայաստանում շատ կան նման քարե կոթողներ, Օշականում, Կարմիր բերդում եւ այլ հուշարձաններում, եւ դրանք իսկապես տղամարդկության ուժի, իշխանության եւ նաեւ հզորության խորհրդանիշ են։ Այս ֆոնի վրա շատ լավ երևում է ժամանակակից ֆալոսները, որոնք ծխում են, դրանք էլ այսօրվա ուժի եւ էներգիայի խորհրդանիշն են, այսինքն յուրաքանչյուր ժամանակահատված ունի իր խորհրդանշանները եւ իր պաշտամունքի օբյեկտը։ Թանգարան արգելոցը լուր վկայում է, որ չնայած Մեծամորը քաղաքը ունի մոտ կեսդարյա պատմություն, բայց տարածքը մշտապես բնակեցված է եղել։ Ուսումնասիրությունները 1960-ականներին են սկսվել։ Հայտնաբերվեց բնակավայր, որտեղ սկսվեցին պարբերաբար պեղումները։ 50 տարվա ընթացքում շուրջ 29000 հնագիտական հնածոներ ներկայացված են 1970-ին կառուցված թանգարան արգելոցում։ Պահարաններում ներկայացված են էներգիության փուլից, այսինքն 6-րդ հազարամյակից մեր թվականությունից առաջ մինչև ուշ միջնադար ներկայացնող հնագիտական արժեքներ։ Դրանք խեցեղեն են, պերճենքի առարկաներ են, մետաղաձուլական հրաշալի նմուշներ, թաղման ծեսին առնչվող հետաքրքիր նյութեր, անգամ պահպանված ձիասանձի եւ ասպազենի մնացորդներ, որոնք այս պահարանում են ներկայացված։ Ես համոզված եմ, որ ամեն թանգարան չի, որ կարող է հպարտանալ նման ցուցանիշների վկայությամբ իր ցուցասրահներում։
Պեղումները ցույց տվեցին, որ բնակավայրը իսկապես շատ կարևոր դեր է ունեցել եւ մոտավորապես 9-րդ դարի վերջերին 8-րդ դարի սկզբներին մեր թվականությունից առաջ մասը կազմել Վանի թագավորության Ուրարտուին եւ եղել նրա կարևոր հենակետերից մեկը։ Բնականաբար քաղաքի այս բնակավայրի կարևորագույն դերը սկսվել է 11-9-րդ դարերում մեր թվականությունից առաջ, երբ մեծամոր բնակավայրը վերածվեց քաղաքի։ Իսկ միջնաբերդից բացի շուրջ բոլորը ստեղծվեցին նաև քաղաքային թաղամասեր, ինչը հրապուրեց ուրարտացիներին արդեն 9-րդ դարում այս տարածքը եւս ներառնելով պետության կազմի մեջ։ Մեծամորի պատմագիտական արգելոց թանգարանը տեսակի մեջ եզակի է։ Քիչ թանգարաններ կան, որոնք կառուցված են հենց պատմամշակութային հուշարձանի տարածքում։ Ուսումնասիրությունները վկայում են, տարածքը պարբերաբար բնակեցված է եղել մինչև 18-րդ դարի կեսերը։ Հավանաբար 19-րդ դարում այստեղ թուրքալեզու ցեղեր են ինչ-որ հայտնվել, որտեղ Զեյվա էր կոչվում բնակավայրի անունը, հետո վերանվանվեց Տարունեկ։ Իսկ ինչու է հուշարձանը կոչվում Մեծամոր։ Առ այսօր մենք հուշարձանի վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուր չունենք ցավոք։ Համոզված ենք, որ մեր գտնելու ենք դա։ Այդ իսկ պատճառով էլ տեղողենագետները 60-ական թվականներին 20-րդ դարի հուշարձանը անվանեցին Մեծամոր, այն գետի անունը, որը հոսում է հուշարձանի մոտով։ Եվ այդ անվանումը սկիզբ դարձավ եւ հուշարձանի, եւ ատոմակայանի, եւ քաղաքի համար։ Պեղումների համար ֆինանսական պայմանները քիչ են, աջակցում են նաև լեհ գործընկերները։ Նման տեմպերով դեռ մի քանի սերունդ պատմական տարածքում անելիք կունենա։ Ֆինանսական պայմանների պատճառով է նաև, որ այսօր հատկապես զբոսաշրջիկների համար մեծ արժեք ներկայացնող թանգարան արգելոցը գրավիչ չէ։ Առաջին հերթին կա ճանապարհների վերանորոգումը առաջնահերթ խնդիր։ Երկրորդ հերթին կա կարևոր խնդիր պեղված տարածքները ամրակայելու, որտեղ մենք մի սերնդի համար չի որ սա պեղում ենք։ Եվ երրորդը, ամենակարևորը, այս ամբողջը իմաստավորելու, հրատարակելու եւ հանրահռչակելու։ Այս առումով արդեն աշխատանքներ կան, մի քանի գրքեր են հրատարակվել, Լեհաստանում շուտով կհրատարակվի անգլերենով նաև Մեծամորի մասին աշխատանք։ Մենք հրատարակել ենք հայերեն, անգլերեն լեզուներով Մեծամորի ոսկու կատալոգը։ Բոլորն արվում է, բայց մեկը կապված է մյուսի հետ։ Ու մինչև թանգարան արգելոցը պայքարում է պատմական անցյալը պահպանելու համար, Հայկն էլ շարունակում է իր բնականոն աշխատանքը երեկոյան Մեծամորը լքելիս, հատկապես ամռան ամիսներին, այցելուների մոտ տպավորվում է տարածքից եկող վատ հոտը։ Մեր ջրահեռացման համակարգը հենց ի սկզբանե, ինչպես մյուս քաղաքներում, նորմալ կառուցված է, բայց նաև նախատեսված է եղել մաքրման կայան կառուցել, բայց այդ մաքրման կայանը չի գործում։ Մեծամորն իսկական երիտասարդի պես դեռ կայացման ճանապարհին է։ Մի կողմից Հայեկը որպես Հայաստանի կարևորագույն ռազմավարական կետերից մեկը, մյուս կողմից ջրահեռացման համակարգի միջքաղաքային տրանսպորտի բացակայությունը։ Իրականում նոր քաղաքի խնդիրներն առանձնապես շատ չեն տարբերվում Հայաստանի մյուս քաղաքների խնդիրներից։ Ընդհանուր է նաև հույսը, որ փոփոխությունները հնարավոր են։ Այսպիսին էր Արմավիրի մարզի ամենափոքր ու ամենաերիտասարդ քաղաքը։ Մենք ներկայացրեցինք Մեծամորն իր պատմությամբ, հիմնադիրներով ու նոր ձևավորվող ավանդույթներով խոսեցինք լեգենդար ատոմակայանի մասին։ Միացեք մեզ յուրաքանչյուր շաբաթ իմանալու համար, թե որտեղ ենք լինելու մենք ու ներկայացնելու մեր հայրենիքն ու հայրենակիցներին։ Հաջողություն։